Բարև ձեզ, երկրի հարցը ծրագիրն է եթերում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական 9 ուժերից մեկը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է։ Կուսակցություն, որ շուրջ 7 տասնամյակ եղել է իշխող կառավարող միակ կուսակցությունը, հիմա փորձում է տեղ ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ Հայկոմկուսի առաջնորդ, առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ես հիշեցի 70 տարիներ է, կարծում եմ եւ դուք եւ հատկապես ավագ սերնդից շատերը երանությամբ են հիշում։ Գիտեք, դա այն 70 տարիներն են, որոնք չի կարելի չհիշել, որովհետեւ այդ 70 տարիները Հայաստանի 5000 տարվա պատմության մեջ համարվում է նրա ոսկե դարը, որովհետեւ ես շատ լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում մինչև սովետական կարգերի հաստատումը եւ դրանից հետո ինչպիսի թռիչ կատարեց հայ ժողովուրդը 70 տարիների ընթացքում։ Պատկերացնում եք, իհարկե դուք գիտեք, որ 20-ական թվականներին, երբ բոլշևիկները եկան իշխանության, ունենալով 15 դար մաշտության հայ տառատեսակները 83% անգրագետ էր։ 83% եւ հետո մենք հասանք մինչեւ գիտությունների ակադեմիա 13 պետական բուհեր ամբողջ ազգը կրթվեց բուհերում 60,000-ից ավել երեխաներ, տղաներ, աղջիկներ սովորում էին անվճար մենք հասանք մինչեւ տիեզերք եւ այս գիտության զարգացման հետ զուգահեռ դուք պատկերացրեք 1943 թվականին որ լուրջ հարցականի տակ էր դրած սովետական միության լինել չլինելը Հայաստանում բացվում էր գիտությունների ակադեմիա 35 թվին պետական օպերա եւ այսպես շարունակ հազարավոր գործարաններ կառուցվեց հիանալի մայրաքաղաքը իր մետրոպոլիտենով ամբողջ հանրապետությունը եւ այլն եւ այլն եւ այլն այսպես որ իրոք 70 տարիները համարվում են հայ ժողովրդի ոսկե դարը եւ ես ափսոսում եմ որ մեր այսօրվա ղեկավար օրգանները ազգային ժողով նախագահ մյուս այսօր առաջի եւ երրորդ հանրապետությունների օրը նշում են իսկ ամենա գեղեցիկ 70 տարիների նոյեմբերի 29-ը պետական տոն չի համարվում սա շատ զարմանալի է Ճիշտ է, այնինչ դրական եղել է այդ 70 տարիների ընթացքում, հիմա առավել եւս ոչ ոք չի թերագնահատում, իսկապես ինչ որ նշում եք եւ գրագիտություն եւ այդ ամեն ինչը եղել է, բայց սովետական միության վերջի տարիներին էլ կար չէ դժգոհությունը, հիշում եք, ասում էին սիստեմը չի, սիստեմը պիտի փոխվի, ճիշտ է, փոխեցինք, հետո տեսանք, որ սա էլ առանձնապես մի սիստեմ չի, բայց այն սիստեմից էլ էր դժգոհությունը։ Ես շատ շնորհակալ եմ ձեզանից, որ դուք ինքներդ եք գնահատական Դե պատկերացնում եք այդ խոշոր երկիրը բազմազգ երկիրը ապրում էր այնպես ինչպես ժողովուրդը ինքն է ցանկանում իհարկե դրանց մեջ կային նաև դժգոհ մարդիկ որոնք իհարկե կասեին սիստեմը չէ որտեղ չկար կաշառակերությունը չկար այն երևույթները որ այսօր հիմա կա չէ դե կաշառակերությունը ժամանակի այսպիսի մասշտաբների չէր Իմիջիալոց ես ուզում եմ ձեզ ասել կրթություն, առողջապահություն, բան դե ժամանակ այսպես այն ինչ որ դուք ասում եք Լենինը ժամանակին շատ լավ խելոք ինչպես միշտ եղել է 3 բանից միշտ կուսակցությունը զգուշացնում են դա սնապարծություններ անգրագիտությունը եւ կաշառքը Մոսկվայի քաղաքային կոմիտեն մեկ անգամ մի 2-3 կաշառակերի վերցնում է պաշտպանության տակ գրում են Լենինին եւ նա ինչ է մակագրում խայտարակության ու այլանդակության գագաթնակետն է, որ կառավարող կուսակցությունը պաշտպանում է իր սրիկաներին։ Իսկ այսօր ինչպես է պաշտպանում այս համատարած սրիկայությունը։ Ես մի առիթով ասել եմ, այսքան քննարկում են կաշառ, կոռուպցիա, պետական միջոցներ է դրվում եւ այլն։ Ես մի առիթով ասել եմ, ես խնդրում եմ, գոնե այդ թեմայով քննարկումների ժամանակ դալիճը ցույց մի տվեք։ Ում ենք ասում սա մենք վերջին հաշվով այդ բոլորը նշում են վերից վար բոլորը նշում են երկրում մետաստազներ է տվել կոռուպցիան կաշառակերությունը եւ այլն բայց ում ենք ասում ձայն բարբառանապատի դրա համար մեր ծրագրերից մի կետը նախատեսվում է լուրջ պայքար կաշառակերության ու կոռուպցիայի դեմ միայն կադրերի ճիշտ ընտրությամբ
կադրերի պատասխանատվության բարձրացման, մանավանդ կին կադրերին առաջ քաշելու միջոցով եւ այլն։ Այս հարցերը կադրերի ոչ ճիշտ ընտրություններ նաեւ կուսակցության այս վիճակը արդեն խորհրդային միության փլուզումը ավելի բան ասեմ։ Պարոն Գերակոսյան, նախ ես չեմ համարում, որ խորհրդային միությունը փլզվել է։ Խորհրդային միությունը լուծարվել է դավաճանության պատճառով։ Էլի կադրերը Չէ, ես նորից եմ ասում, դավաճանության պատճառով եւ ցավոք սրտի դավաճանության մեջ լուրջ դեր խաղաց մեր կենտրոնի գլխավոր քարտուղար Գորբաչովը, որին ես հանդես եմ եկել մի նախաձեռնությամբ նրան դատի տալու եւ արդեն լուրջ շարժում է սկսվել Մոսկվայում, բավականին հայտնի իրավաբաններ ստեղծել են համապատասխան խումբ եւ առաջիկայում դուք այդ ձայնը կլսեք։ Բոլորին վերջերս դուք էլի Մոսկվայում եք։ Այո, ես փետրվարի 27-ից մինչև մարտի 1-ը գտնվում էի Մոսկվայում, մասնակցեցի Գենադի Անդրեյչի նախագահական քարոզարշավի վերջին ակորդներին, որը հիանալի էր, եւ եթե Ռուսաստանում չօգտագործվեր այն ռեսուրսները, ինչպես չօգտագործվեց կամ քիչ օգտագործվեց Պետդումայի ընտրությունների ժամանակ, միանգամից կոմկուսը կրկնապատկեց իր падգամավորների թիվը եւ 57-ից հասավ 92-ի։ Հիմա իսկ լուրջ ահազանգ էր դա Պուտինին եւ մյուսներին, որ այսպես թողել չի լինի, որտեղ ռուս ժողովուրդը բոլորովին այլ մտածելակերպ ունի։ Դուք նաեւ շքանշանի եք արժանացել, հա, կուսակցության առաջ ունեցած խոշոր ծառայությունների համար շնորհավորում եմ, հա։ Շատ շնորհակալ եմ ինձ համար որպես հայ մարդու, որպես հայ ժողովրդի ներկայացի եւ այսքան տարի լինելով կոմունիստական կուսակցության շարքերում, իսկ վերջի տարիները նաեւ Կենտկոմի առաջի քարտուղարի ես ստացա կուսակցության արչև ունեցած բարձր ծառայությունների համար շքանշան, որին արժանացել են ընդամենը մի քանի հոգի։ Շատ շնորհակալ։ Այսինքն կուսակցության հիմա կոմունիստների ընկալման մեջ չկա Հայաստանի կոմկուս, Ռուսաստանի կոմկուս, այլ երկրի մի ընդհանուր կոմկուս կա, հա, ընկալման մեջ թե տարբեր։ Այսինքն կուսակցության արչև ոչ կուսակցություն Հայաստանի։ Ասեմ ես, կա բոլոր հանրապետություններում կոմունիստական կուսակցություն։ Այս բոլորը ստեղծվել է նաև Մոսկվայում, կոչվում է կոմունիստական կուսակցությունների միություն, գիծ ԽՄԿԿ։ Եվ մենք տարվա մեջ մի քանի անգամ հանդիպում ենք, իմի ենք բերում մեր կատարած աշխատանքները եւ դրա հետ միասին նաեւ նշում առաջիկա անելիքները։ Տարեկան ես մի քանի անգամ որպես այսպես ասած այդ քաղբյուրոյի անդամ մասնակցում եմ տերմինաբանությամբ քաղբյուրո։ Եվ կոմկուսը 3 այսօր եւ վաղը միշտ տեսնում է, որ Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կողքին, Ռուսաստանի հետ միասնության մեջ, այսպես։ Դա մեր գլխավոր խնդիրն է։ Հավերժ հայ ժողովուրդը պետք է լինի Ռուսաստանի հետ։ Ես ուզում եմ ձեր եթերից մեկ անգամ եւս հայտարարեմ։ Այն պահին, երբ Ռուսաստանի դրոշը դուրս կգա Գյումրու վրայից 102 զինվորական միավոր, այդ պահից Հայաստանի վերջի սկիզբը կսկսի։ Դեք պատկերացրեք տարածաշրջանը 20 տարի Թուրքիան շրջափակել է, այս կողմից Ադրբեջանն է, մյուս կողմից Վրաստանն է, որի նկատմամբ ես այնքան էլ հավատ չունեմ եւ ամեն րոպե կապված Ջավախքի մյուսի հետ կարող են հազարամի երևույթներ լինել։ Բացի դրանից այն 49 տարի, որ կնքվեց պայմանագիրը, դա լուրջ ապահովում է հայ ժողովրդի անվտանգությունը բոլոր հարցերում։ Ես համոզված եմ, որ այսօր հայ-թուրքական սահմանում եւ ընդհանրապես տեղադրված են ժամանակակից շատ բարձր մակարդակի զենքեր, որոնք անհրաժեշտությամբ կպահեն հայ ժողովրդի անվտանգությունը։ Գերտ Թոմասյան, տեսակ գտանք գոնե մի կետ, որտեղ կոմունիստական կուսակցությունը եւ այսօրվա կառավարող կուսակցությունը ընդհանուր եզր ունեն։ Այսինքն դուք եք ասում Ռուսաստանի հետ, իշխող կառավարող կուսակցությունն էլ է ասում Ռուսաստանի հետ, տարբերությունն այն է, որ դուք այստեղ ուզում եք սոցիալիզմ կառուցել, Ռուսաստանը այդտեղ կապիտալիզմ է կառուցում, մերոնք էլ այստեղ են կապիտալիզմ կառուցում, ու գիտեմ, դուք պիտի ասեք վայրի կապիտալիզմ, համաձայն եմ նաև, հա, ինչպես եք պատկերացնում, դուք այստեղ ուզում եք սոցիալիզմ եւ կապիտալիստական Ռուսաստանի հետ։ Ես ուզում եմ ձեզ ասել հետեւյալը, որ մեր խոսքը գնում է հայ-ռուս ժողովրդի բարեկամության մասին եւ ոչ ղեկավարների հարաբերության մասին։ Մենք պետք է լինենք հավերժ ռուս ժողովրդի հետ, անկախ նրանից ղեկավարությունը ինչ ճանապարհով է տանում, ինչ ճանապարհ։ Ֆորմացիաները հետեւյալն են. լիբերալ ազատական եւ սոցիալիստական, ժողովրդավարական եւ ամեն ինչ մարդու համար, ամեն ինչ հանուն մարդու։ Այդ տեսեք, ես մի քիչ կարող եմ ձեր հարցից շեղվեմ։ Այսօր հայ ժողովուրդը չի կարող
որևիցե մեկով հպարտանալ համաշխարհային մասշտաբի, որը ռուսական միջավայրի ծնունդ չի, հայ ժողովրդի զավակների մասին եմ խոսում ես, որը ռուսական միջավայրը չի անցել, որ բնակավարն ուզում եք վերցրեք, որ բնակավարը, գիտություն, չգիտեմ, տիեզերք, չգիտեմ, ակադեմիական կազմերում, սպորտում եւ այլն։ Ձեր ասած այդ համաձայն եմ, մասամբ միայն ռուսական չէ, ասենք ամբողջ աշխարհում ունենք հայ ժողովրդի զավակներ, ովքեր որ դուք ճիշտ եք, ունենք տարբեր բնակավարների, բայց համաշխարհային մասշտաբով դուք ոչ մեկին չեք կարող դնել Արամ Խաչատրյանի կողքին, համաշխարհային մասշտաբով ոչ մեկին չեք կարող դնել Վիկտոր Համբարձումյանի կողքին, համաշխարհային մասշտաբով ոչ մեկը չի դրվի Միկոյան եղբայրների կողքը, Արտեմ Միկոյանը, եւ ես միշտ ասում եմ, այս է սոցիալիստական գաղափարախոսության հզորությունը, բանվորի նկատմամբ եղած վերաբերմունքը, որ Սանահինի Դուրգյարի երկու որդիները հասան մինչև սովետական միության ղեկավար պոստերի, կամ Գավառի, իսկ մենք ասում ենք Կամոյի, կարտոֆիլագործի որդին Քոչարյանցը, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, որը հասավ մինչև տիեզերք եւ կազմում էր նրա ողնաշարի մի մասը, կամ Սիսակյանը աշտարակից եւ այս սա էր մեր սոցիալիստական երկրի բանվորի գյուղացու երկրի ամբողջ հզորությունը։ Ինչ անենք, որ փլուզում բան եղավ, ԽՍՀՄ փլուզումով էլ ասում եք երկրը շողուլից ընկավ, էլի ես ոչ միայն ես մեր մոտ եմ ասում շողուլից եկելա, որովհետեւ դուք գիտեք 90-ական թվականներին ինչ տեղի ունեցավ, 90-ական թվականներին տեղի ունեցավ ամբողջ Ալան-Թալանը, չգիտեմ ինչպես ինձ շատ դեպքերում ասում են, ձեր ժամանակ էլ փողը արժե զրկվել էր, ինչ տեղի ունեցավ դրամափոխանակության ժամանակ, 250,000 մենք տվեցինք, ստացանք 50,000 դրամ, հիմա գնողունակությունը նայենք, 250,000-ով ինչ կարող էր առնել այսօրվա մարդը, եւ ինչ է առնում 50,000-ով։ Բայց խորհրդային միության փլուզումից հետո հետխորհրդային միությունը օգտագործում եք։ Լավ, խորհրդային միության լուծարումից, ասեմ դավաճանական լուծարումից հետո մյուս երկրներում կոմկուսները նույն վիճակի հայտնվեցին, բայց մեր մոտ մի քիչ ավելի, կարծես ավելի խեղճացավ, միանգամից կոմկուսի վիճակն էլ բան չէր։ Դա ինչով բացատրել։ Ասենք մյուս տեղերում կոմկուսն ավելի հզոր էր, քան մերոնք, թե մերոնք հզորային պարզապես այն ժամանակվա ձեր քաղաքական հակառակորդներն ավելի կոշտ ու անզիջում էին, ինչով պայմանավորվեց, որ ըստ էության կոմկուսը կարևոր դերակատարություն էլ չուներ դրանից հետո։ Մյուս տեղերում չասեմ վճռորոշ, բայց էլի որոշակիորեն քաղաքական դաշտում կային բան։ Ուզում եմ ես ձեզ ասեմ հետևյալը։ Կոմկուսը եթե վտանգավոր կուսակցություն լիներ, այսօր նախկին սովետական հանրապետությունների բոլոր ղեկավարները կոմունիստական կուսակցության կադրերն են, բոլոր ղեկավարները, կադրեր որպես այդ ժամանակ կրթություն ստացած, հա, ոչ միայն ղեկավար կուսակցական պոստ է, Նազարբայևը, Կենտկոմի առաջին քարտուղար, եւ այլ այսպես ում ուզում եք գնանք։ Դա եմ հարցնում, թե ինչու Հայաստանում չեղավ։ Հիմա բերում եմ այդպես, Հայաստանում մտածեցին, որ կոմունիստներն են առաջի թշնամիները այս երկրի, որ կոմունիստները ազգային կուսակցություն չեն եղել եւ այլ, ուզում եմ այդ հարցին պատասխանեմ ձեր հետ։ Եթե մենք ազգային կուսակցություն չէինք, հապա ինչի սովետական Հայաստանի գերբի վրա դրված էր Մասիսի մեծ նկարը, սա առաջի հենց պահանջատիրական հարցն էր պետական գերբի վրա դրած, որը Թուրքիայի կողմից բավականին անհանգստություններ ապրեց, բայց խելոք պատասխան տվեց սովետական միության ղեկավարներից մեկը, որ ասին Մասիսը մերն է, ինչի է ձեր գերբի վրա, պատասխանեցին, որ լուսինն էլ ամբողջ մարդկությանն է, ինչի է ձեր դրոշի վրա։ Ուզում եմ, կամ սովետական Հայաստանի հիմնը, քո դաժան դարեր անցար եւ այլը, քո քաջնախնիկ քո մակարեցին քեզ համար, որ դառնաս դու մայր հայրենիք հայության, այստեղ մտնում էր եւ երկքաղաքացիություն, հայության մայրաքաղաքն է։ Հասկանալի է, ասածս այն էր, որ մյուս հանրապետություններում կոմկուսը ավելի այսպես մնաց որոշակի դիրքերի վրա, մեր մոտ միանգամից այսպես թուլացավ, հետո կամաց սկսեց հավաքվել։ Ես օրինակ հիշում եմ, որ Վաղամերիկ
Բադալյանի ժամանակ արդեն ոնց ոչ թե վերականգնվելու խնդիրներ կային, միտումներ կային, տարածքներում, տեղերում կառույցները, բջիջները կային, բայց դրանից հետո հիմա ասենք դուք արդեն նկատում եմ, որ ելի միավորման բաներ կան, հա, որոշակիորեն քայլեր են արվում, բայց այդ շրջանում Բադալյանից հետո մինչև ձեր ընկած ժամանակահատվածում իմ սուբյեկտիվ կարծիքն է, միգուցե ես որևէ մեկին թերագնահատելու խնդիր չունեմ, բայց այդ սուբյեկտիվ կարծիքը կա, որ Բադալյանից հետո մինչև ձեր ընկած ժամանակահատվածը կուսակցությունը շատ թուլացավ։ Գիտեք, ես ասեմ դա ինչի։ Լավ իշխանությունները աշխատեցին պարակտում մտցնել հենց Կոմկուսի առաջին հերթին։ Դա մտցրեցին իշխանությունները։ Երկրորդը ինչու՞ չէ Կոմկուսում էլ կային մարդիկ, որոնք տարապում էին կարիերիզմով եւ աշխատում էին իրենց ճանապարհը գտնեն, թե Կոմկուսից ինչպես փոխվեն եւ ինչպես տեղավորվեն այս ժամանակի համակարգի մեջ։ Սա եւս կար։ Կար նաև երևույթներ, որոնք հենց Կոմկուսում տեղի ունեցավ, եւ այլ այս բոլորը գալիս էր ասելու, որ իշխանություններն ամեն ինչ անում էին մտավախության տակ, որպեսզի Կոմկուսը թույլ լինի, որտեղ Կոմկուսը կրկնում եմ 70 տարի ժողովրդին պահել էր այնպես, ինչպես պետք էր եւ ամեն ինչ արել էր, որպեսզի ժողովուրդը լավ ապրի։ Ես հիշում եմ, օրինակ դուք էլ կհիշեք, որ առավոտյան խանութի դիմաց դրվում էր կատրամթերքը եւ մարդիկ գալիս էին իրենց բանկայի մեջ կոպեկները գցում, մածունը կամ կաթը վերցնում գնում էին։ Իսկ հիմա խեղճացել է ժողովուրդը։ Կանգնում է այս չակերտավոր առատ սուպերմարկետների մոտ, վիզը ծրած նայում է եւ թողնում հեռանում։ Գնող ունակությունը ընկել է չափից ավելի։ Դրա համար ասում են անժամանակ խանութները դատարկ են։ Մենք ասում ենք դատարկ են, բայց սառնարանները լիքն են։ Այս սա է ամենակարևորը։ Գնող ունակությունը ժողովրդի մեջ ընկել է։ Լավ, հիմա որ գնաք խորհրդարան, ինչ եք անելու, ինչից եք սկսելու, ինչ եք։ Ես ուրեմն մտածում եմ հետեւյալ ձևով։ Եթե մենք խորհրդարան գնացինք, մի քանի կարևոր հարցեր ունենք, որոնք որ մենք դարձնելու ենք քննարկման առարկա։ Եթե այնտեղ մենք պաշտպանություն գտնենք, դա կդրվի ժողովրդի տրամադրության տակ։ Նախ սահմանադրության վերաբերյալ վերջին սահմանադրությունը, որ մենք բոյկոտեցինք եւ մեզ միացան շատ ընդդիմադիր ուժեր։ Երկրորդը, մենք գտնում ենք, որ երկրի հարստությունը պետք է ռազմավարական ազգայնացնել, հանքային արտաբերություն, պղինձ, մոլիբդեն, ոսկի, անտառ, ջրային տնտեսություններ, քար, հաց, սուրճ, ալկոհոլ, այս բոլորը պետք է դրվի պետության տրամադրության տակ, որպեսզի պետությունը կարողանա հոգալ մյուս բնակավարները, կրթություն, առողջապահություն, որպեսզի ժողովուրդը թեթևանա մի քիչ։ Դուք պատկերացնում եք, թոշակառուն անգամ աչքի կաթիլ չի կարողանում գնել, իսկ թոշակառուն գիտեք, ամենակարիքավոր պատերազմի աշխատանքի վետ ամենախեղճ ժողովուրդն է, բա աչքի կաթիլն ինչ է, դուք նայեք դեղատներում ինչ էր արժեն, կամ թե չէ, լուրջ հիվանդ մարդիկ ծերերը, որոնք իրավունք չունեն անվճար բուժում ստանալ, խոսքը ստացանալ բուժումների մասին է, այդ ահռելի գումարները բավականին խայտառակ վիճակ, կամ ուսանողության վիճակը, այդքան վարձեր, որ խեղդել են ուսանողության, հայրը չի աշխատում, գործազրկու է, կամ գնացել է երկրից։ Այդ խեղճ ուսանողը ինչ անի, այդ ճկացել են արդեն այդ բոլոր վարձերի տակ։ Իսկ սովետական Հայաստանում ավելի շատ 10,000 բնակչին ընկնում էր ավելի շատ ուսանող, քան Ամերիկայում, քան Անգլիայում, Գերմանիա, եւ անվճար մի մասն էլ թոշակ էր ստանում։ Դե հա, հիմա ասենք եւ կաշառքներ եւ ուսման վճարներ, այն ժամանակ գոնե ուսման վճարը չկար։ Դե գիտեք ինչ, ճիշտ եք ասում։ Այն ժամանակ գոնե ուսման վճարը չկար։ Ուսանողն էլ իրեն զգում էր հետաքրքիր երիտասարդ եւ ընկերուհու վարդեր առնում եւ պոնչիկանոց էր գնում եւ կինո էր գնում, պայքար էր գնում ուսանողության մեջ, թե կինո Մոսկվայում ժամը 11-ի սեանսը ով է առաջին նայելու, որտեղ երկու շաբթի օրը դուք էլ երևի այդ մրցակցության մեջ եղել եք, երկու շաբթի օրը ժամը 11-ը պատկանում էր ուսանողությանը եւ բոլորը ձգտում էին կոպեկներ էր տոմսը, իսկ հիմա ինչ է կատարվում, կամ թատրոնը, բոլորը հասանելի էր ժողովրդին, այդպիսի բնակավար չկար, որ ժողովրդին հասանելի չլիներ։ Դրա համար Հայաստան էին գալիս աշխարհի լավագույն անսամբլները հիմա համույթ են ասում եւ այդ բոլորը ժողովուրդը մասսական կնում էր օպերան մեր հպարտությունը ինչ է կատարվում հիմա օպերայով բայց լավ ազգայնացնելը ո՞նց եք պատկերացնում
Ազգայնացնելը մեկ պատկերացնում եք։ Սեփականատերեր են, բաներ։ Ճիշտ եք ասում, շատերն ինձ ասում են կուլակա թափեք էլի ուզում։ Հա, էլի ես չասի։ Գիտեք ինչ, ազգայնացնելու տարբեր ձևեր կա։ Երբ պետության ձեռքին կա միջոցներ, պետությունը կարող է առանձին մարդկանցից նույնիսկ ետ կնել դա։ Նախ պետք է մտնել դրա հիմքերի մեջ, ինչ գնով է գնել, ինչ տարածք է գնել, եւ արդյոք համապատասխանում է գներին, պետք է խորանալ վաուչերների հիմնավորվածության մեջ, պետք է խորանալ դրամափոխության հիմնավորության մեջ, պետք է խորանալ 13 միլիարդ թե ինչ եղավ խնայ դրամարկղներում, այդ բոլորի հիմքերը պետք է բարձրացվի։ Կլինի եւ դատական հարցեր, որ դուք այս արժեքի ապրանքը գնել եք կոպեկներով, որտեղ դուք այսինչի բարեկամն եք, այսինչի հարազատն եք, ընկերն եք եւ այլն։ Լավ, ովքեր են ձեր ընտրողները։ Ամբողջ ժողովուրդը, այն ժողովուրդը, երկրում 1,300,000 աղքատ կա, 1,300,000, արդեն երիտասարդացել է աղքատությունը։ Աղքատներին էլ 5-10 հազար դրամ կտան, գնանք ընտրեն։ Գիտեք ինչ, էլի է, ինչու միայն աղքատներին, հիմա տեսեք շրջաններում ինչեր են բաժանում, ինչի մենակ աղքատներին։ Իմիջիայլոց ես ուզում եմ 3 առաջորվանից մի աղքատի օրինակ բերեմ։ Ես դուրս եկա շենքերից մեկը մոտեցավ ինձ, թե 100 դրամ կտակ ինձ, ես 140 տվեց, 40-ը հետ տվեց։ Ազնվությամբ, ասեց չէ, ես ձեզանից 100 եմ ուզել, դուք ինչի եք 140-ը հետ տվեց։ Եվ այսպիսի օրինակները գիտեք ինչ, ծանր է, որ կանայք են, երեխաները գրկին, ուղղակի հաշվանդամներ են, ընդ որում Ղարաբաղյան պատերազմի հաշվանդամներ կան, մարդը արդեն հաշվանդամ է դարձել, չի կարողանում շար սովետական տարիներին խուլնել աշխատանք ուներ, համրնել, կույրնել, դատապարտվածը գալիս էր, մի շաբաթ հետո դուրսեցում են, թե բավական է հանգստանաց գնա աշխատի։ Տնային տնտեսուհին, որը 4 երեխա ուներ, բերում էին արդեն ձևած, խալատա, դեյրա եւ այլն, կարում էր հետո գալիս էին տանում են։ Մեծ սիստեմ էր ստեղծված։ Այդ աշխատանքը, որը որ դրված էր ամբողջ խուլ համրերի կոմբինատ, բավականին բոլոր շրջաններում, քաղաքի տարբեր շրջաններում, մարդիկ գնում էին աշխատում էին, ստեղծված էր հիանալի սպորտային խմբեր դրանց համար, այդ արատ ունեցող սպորտային, մշակութային համերգներ, ամեն ինչ ստեղծված է։ Լավ, մենք արդեն ավարտում ենք, 1-2 րոպե ժամանակ ունենք, հիմա քարոզարշավը ենթադրում եմ այս ընթացքում նաև մայիսի 1, ենթադրում եմ այս տարի մայիսի 1-ը պիտի առանձնահատուկ փորձեք, հա։ Ձեր եթերից ես ուզում եմ ամբողջ ժողովրդին հրավիրել մայիսի 1-ի տոնակատարությանը օպերայի Մարտիրոս Սարյանի արձանի շրջապատում, որտեղից մենք ժամը 12-ին կշարժվենք։ Ես շատ կա, բայց հիմիկվանից ասում եմ օգտվելով առիթի։ Ուզում եմ նաև հետևյալն ասել, որ ժողովուրդը պետք է մտածի, որ կոմունիստական կուսակցությանը ցայն տալը դա իրեն է ցայն տալիս։ Դրա համար մեր հիմնական լոզունգն է իշխանությունը եւ հարստությունը ժողովրդական ժողովրդին, կոմունիստների հաղթանակը ժողովրդի հաղթանակն է։ Եվ վերջում ուզում եմ, որ մարդիկ օգտվեն մեր Facebook-ից, Հայաստանի կոմունիստական կուսակցություն։ Էջ ունենք, այնտեղ բավականին հետաքրքիր բաներ կան։ Չնայած կարգախոսի առումով ուրիշ կարգախոսել էին, չէ՞, առաջարկել։ Հա, կարգախոսը ես որ գտնում էի Գավառում, օրինակներ էին բերում, թե որ падգամավորը չի եղել ազգային ժողովում, որը որ ոչ մի անգամ ընտրողների հետ չի հանդիպել, իրեն չեն գտնում, ասին ընկեր Թովմասյան, խնդրում ենք մի լոզունգ տակ էլի, ասի որն է, ընտրիր ու փնտրիր լոզունգը, ընտրում ենք ու փնտրում, այ մենք մտցնելու ենք նաև падգամավորին հետ կանչելու մասին օրենք եւ падգամավորից անձեռնմխելիությունը վերցնելու, մարդը հավասար է բոլորը, անկախ ֆինանսներից, անկախ գրաված դիրքից, մանավանդ որ ասում ենք, падգամավորը ժողովրդի ծառան է, հակառակն է հիմա, նույն դեպքերը 20 տարի, նույն տոհմերը 20 տարի, հիմա էլ տարբեր կուսակցությունների միջոցով, այս կուսակցությունից հրաժարում են, խցկվում են կուսակցության մեջ, այս մյուսից հրաժարում, որպեսզի կարողանան էլի իրենց նստատեղը գտնեն։ Շատ լավ, սպառվեց մեր ժամանակը, շնորհակալություն ասեմ զրույցի համար։ Շատ շնորհակալ եմ, պարոն Կիրակոսյան, որ ինձ այսօր եթեր տրամադրվեց, կներեք այսպիսի ձայնով, բայց ստիպված էի։ Ոչինչ։ Շատ շնորհակալ եմ։ Այսքանը երկրի հարցը ծրագիրների եթերում ես զրուցում էի Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հետ։ Լավ մնացեք։